21 TV եթերում դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ, Երևանի պետական բժշկական համալսարանի գաստրոենտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախնական զրույցի ժամանակ, երբ մենք խոսում ենք, հայտնի ֆիլմը հիշեցի, երբ ասում է լյարդդ ոնց է լյարդդ, հետևաբար այսօր կխոսենք լյարդի առողջության մասին, ու վստահ եմ ինձ հետ համակարծիք կլինեք, որ կան խնդիրներ ու հիվանդություններ, որոնք այսպես կոչված լուր են ընթանում, եւ երբ սկսում են սրանք բարձրաձայնել, արդեն, ինչպես ասում են, բանը բանից անցած է լինում, հա։ Հենց այս խնդիրներից մեկի մասին ենք այս հաղորդման ընթացքում խոսելու, թերևս շատերին հայտնի մի արտահայտություն, երբ բժիշկը ուլտրաձայնային հետազոտման ժամանակ ասում է, գիտեք, ձեր լյարդը ճարպակալած է։ Ինչ է սա նշանակում, ինչի մասին է խոսում եւ ինչ ասել է լյարդը ճարպակալած է։ Դա նշանակում է, որ լյարդի բջիջներում կուտակվել են հավելյալ քանակի ճարպեր, ինչը լյարդի կողմից հարմարողական մեխանիզմ է դիմակայելու այն մետաբոլիկ շեղումներին, որոնք կան օրգանիզմում։ Ինքը իրենով ներկայացնում է ուղղակի գտածո երբեմն ուլտրաձայնային հետազոտությամբ, ինչպես դուք ասացիք, որովհետև պացիենտները գանգատներ չեն նշում։ Եվ սա էլ սովորաբար լյարդի շատ խնդիրներն են նման ձևով ընթանում, այսինքն առանց գանգատների։ Սա դրանցից եւս մեկն է, որ առանց գանգատների կարող է ընթանալ եւ ուղղակի այլ պատճառով կամ հերթական սոնոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվել որպես լյարդի ճարպակալում, լյարդի չափերի մեծացումով հաճախ։ Վստահ եմ նաև շատերը, քանի որ չկա գանգատ, չկա խնդիր, այսպես ենք մտածում։ Դա եթե չի ցավում սրա հետևելը կամ սրա մասին մտածելը, բարձրաձայնելու իմաստը որն է, որքանով է վտանգավոր, այսպես ասած, ականջի հետև գցելը։ Այնքանով է վտանգավոր, որ իհարկե ոչ բոլոր մարդկանց մոտ ովքեր ունեն այս լյարդի ճարպակալումը, բայց մի մասի մոտ կարող են զարգանալ հետագա բարդություններ, այսինքն այդ զուտ ճարպի կուտակումը վերածվել բորբոքման, վերաճել ավելի շուտ բորբոքման, որը իր հերթին կարող է բերել լյարդում սպիական հյուսվածքի կուտակման, դա մենք տերմինաբանորեն ասում ենք ֆիբրոզ, որն էլ կարող է արդեն իր ուշ փուլերում բերել լյարդի ցիրոզի բոլոր հետագա բարդություններով։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն լյարդի ճարպակալում, այս խնդիրը ունենալու են, բայց նրանց մի մասը, ու մենք չգիտենք, թե որ մասը, կան որոշակի գործոններ, որ կարող ենք ասել այս կամ այն պացիենտը ավելի բարձր ռիսկ ունի ցիրոզի կամ այլ բարդությունների զարգացման իմաստով, բայց դա պետք է հաշվի առնել ու բացի դրանից մի բան եմ ուզում նշել, որ երբ որ լյարդի ճարպակալում է հայտնաբերվում, դա նշան է, որ օրգանիզմում ինչ-որ մետաբոլիկ խանգարումներ կան։ Եվ շատ հաճախ այս պացիենտների մոտ հիվանդացությունը լինում է նաև սիրտ-անոթային, այսինքն օրինակ այնպես չի լինում, որ նրանց առաջին ախտանիշը լյարդից է լինում։ Հնարավոր է դա լինի սրտային կամ շաքարային դիաբետ, դրանք բոլորը նախատրամադրող են, բայց ընդհանուր սրտային հիվանդացությունը եւ մահացությունը ռիսկը ավելի բարձր է այս խմբի պացիենտների մոտ։ Դուք տեսեք նշում եք ճարպի ավելցուկ, հա, այսպես ասած։ Եվ երբ մենք ասում ենք ճարպի ավելցուկ, հիմա երկու խումբ մարդիկ են մտածում, որ հաստատ իրենց բնորոշ է, հա։ Առաջինը նրանք, ովքեր ունեն ավելորդ կիլոգրամներ, այստեղ ուզում եմ հասկանանք, արդյոք բոլոր նրանք, ովքեր ունեն ավելորդ կիլոգրամներ, դատապարտված են, որ պիտի ունենան լյարդի ճարպակալում, եւ սրա հակառակ կողմը, հա, եթե չունեմ ավելորդ կիլոգրամներ, ապա կարող եմ հանգիստ լինել, միևնույն չի սպառնում։ Այսպես ասենք, երբ որ խոսում ենք մետաբոլիկ լյարդի հիվանդության մասին, ու պետք է ասեմ, որ այս տերմինը ներմուծվել է 2024 թվականին վերջնականորեն, մինչ այդ դա հայտնի էր որպես ոչ ալկոհոլային ճարպային լյարդ, մետաբոլիկ լյարդի հիվանդություն այդ ոնց որ խնդիրը դրվում է ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ որ կա որևէ սոնոգրաֆիայով կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով օրինակ լյարդի ճարպակալման նշաններ եւ կան մետաբոլիկ ռիսկի գործոններից մեկը։ Դրանք են շաքարային դիաբետը, այսինքն շաքարային դիաբետը նույնիսկ ավելի կարևոր ռիսկի գործոն է, սա երկրորդ տիպի մասն է, ավելի շատ խոսքը,
Երկրորդ տիպի շաքարային դիաբետը ավելի կարևոր ռիսկի գործոն է, քան նույն ձեր ասած ավելորդ քաշը կամ ճարպակալումը։ Իհարկե ճարպակալումը, ինչը նշանակում է, որ հատկապես այստեղ որովայնային ճարպակալման մասին է խոսքը, այսինքն երբ որ որովայնի շրջագիծը կանանց մոտ գերազանցում է 80-ը, տղամարդկանց մոտ 90 սանտիմետր։ Բացի դրանից նաև զարկերակային հիպերտենզիան եւ այդ ճարպային փոխանակության խանգարումը, որը հաճախ բարձր խոլեստերին, բարձր տրիգլիցերիդներ, այդպես է հայտնի։ Այսինքն ճարպակալումը ընդհանրապես գործոններից մեկն է։ Կան այլ գործոններ, որ այո, նորմալ քաշով մարդն էլ կարող է ունենալ լյարդի ճարպակալում, եթե կա այս գործոններից մեկը, բայց այստեղ նաև ուզում եմ նշել մի կարևոր բան, որ միշտ չի, որ ուլտրաձայնային հետազոտությամբ լյարդի ճարպակալում հայտնաբերելը նշանակում է, որ մետաբոլիկ հիվանդություն է։ Այսինքն որոշ դեպքերում դա կարող է նույնիսկ վիրուսային հեպատիտներից լինել, կախված տարբեր ռիսկի գործոններից, տարիքային խմբից կարող են բացառվել նաև այլ ավելի հազվադեպ հանդիպող հիվանդություններ։ Այսինքն բազմաշերտ է այս խնդիրը, այսպես ասած։ Բոլոր նրանք, ովքեր կյանքում չեն օգտագործել ալկոհոլ, հիմա ասում են, դե լավ, սա մեզ չի սպառնում, միևնույն է մենք չենք օգտագործում ալկոհոլ, որտեղ հիմնականում չգիտեմ թե ինչու, բայց բոլորին թվում է, որ լյարդային հիվանդությունները ցանկացած տեսակի բնորոշ են միայն ալկոհոլը գերազանցող եւ շատ օգտագործող մարդկանց, հա։ Արդյոք ալկոհոլի բացառումը խոսում է, որ մեր լյարդը ապահովագրված է։ Ոչ, բացարձակ ոչ։ Իրականում ալկոհոլը պատճառներից մեկն է, որ ճարպային լյարդ կարող է լինել, այսինքն ամենահայտնին, ինչպես դուք ասացիք, ու շատերը նույնիսկ հաճախ ամաչում են բժիշկի դիմել լյարդի խնդրով, որովհետև այդ պիտակավորումից են վախենում, այսինքն մարդկանց մոտ ասոցացում է լյարդի խնդիրը, որ կամ ալկոհոլ էր, ուրեմն կամ վիրուսային ինչ-որ հեպատիտ, ինչն էլ արդեն գիտենք ինչի հետ են ասոցացում։ Այսինքն այս դեպքում ոչ, բնականաբար բացարձակ կարևոր չէ, որ ալկոհոլը դիտենք որպես հիմնական գործոն լյարդի ճարպակալման դեպքում։ Իհարկե կարևոր գործոն է, եթե կա լյարդի հավելյալ օգտագործում, գումարած այդ իմ նշած որևէ գործոններից մեկը, ապա լյարդի վնասումը շատ ավելի արագ է տեղի ունենում եւ դրա համար նույնիսկ մշակվել է առանձին տերմին մետաբոլիկ ալկոհոլի լյարդի հիվանդություն, այսինքն երկուսը իրար հետ շատ ավելի վատ են վնասում եւ երկուսը առանձին եւս վնասում են լյարդը։ Ու էլի ուզում եմ այստեղ էլ նշել, որ չկա ալկոհոլի թույլատրելի կամ անվտանգ քանակ։ Դա բացարձակ ճշմարտություն է, ապացուցված բազմաթիվ հետազոտություններով, որ չկա որևէ քանակ, օրական մի բաժակ, երկու բաժակ կամ ամեն ուտելու հետ մի բաժակ, որը մեր մշակույթում տարածված երևույթ է, որը որ անվնաս է լինելու, այսինքն օրինակ չհասնելը այդ էյֆորիկ վիճակին, որը բերում է ալկոհոլը, չի նշանակում, որ լյարդը չի վնասվում։ Վստահ եմ նաև այս մասին եւս խոսում են ձեր կաբինետում, ես ճարպոտ ուտելիքներ չեմ ուտում, ես յուղոտ ուտելիքներ չեմ ուտում, բայց ինչու է որ ինձ մոտ կա այս խնդիրը։ Արդյոք յուղոտ ճարպոտ ուտելիքները ազդում են լյարդի առողջության վրա եւ առհասարակ սննդակարգը ինչպես է ազդում։ Անկեղծ ասած, այս խմբի պացիենտներին առաջին բանը, որ խորհուրդ է տրվում, դա խուսափել պարզ շաքարների հավելյալ օգտագործումից, ինչն է նշանակում պարզ շաքար, ամենահեշտ յուրացվող պարզ շաքարները, դա օրինակ քաղցր ըմպելիքներն են, եւ դա պարտադիր չի, որ լինի գազավորված ըմպելիք, այսինքն տնական կամպոտ, որը պատրաստված է մեծ քանակի շաքարավազով, էլի համարվում է բարձր շաքարի պարունակությամբ խմիչք։ Ամենահեշտը յուրացվում է շաքարը այս տեսակի հեղուկներից։ Դրանից բացի նաև հավելյալ շաքարով պատրաստված բնականաբար խմորեղենները կամ քաղցրավենիքները, որոնք էլի առաջին հերթին խորհուրդ ենք տալիս բացառել կամ առնվազն նվազեցնել սննդակարգում։ Ինչ վերաբերում է յուղոտ սննդին, ընդհանրապես պետք է ասեմ, որ սա ինչ որ մի սննդի խնդիր չի, այլ ուղղակի ավելի շատ կենսակերպի խնդիր, կենսակերպի փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսող խնդիր, ընդհանուր առմամբ, այսինքն դա եւ նստակյաց կյանքի հետևանք կարող է լինել եւ կարող է լինել բարձր կալորիական սննդի հետևանք ոչ մի օր, այլ շարունակաբար, այսինքն տարիների ընթացքում սխալ ձևավորված սովորությունների հետևանք։ Այսինքն իրականում ոչ թե խնդիրը յուղոտ սննդի մասն է, ու
միանշանակ կան լավ ճարպեր, որոնցից մեր օրգանիզմը սինթեզում է հորմոններ, այլ նյութեր, որոնք որ անհրաժեշտ են կենսագործունեության համար։ Այսինքն այստեղ միանշանակ խորհուրդը ոչ թե ճարպերից խուսափելն է, այլ պարզ շաքարներից, որոնք որ ես արդեն նշեցի։ Չնայած խոսքի սկզբում նշեցինք, որ սա խնդիր է, որը լուռ է ընթանում, բայց դե նաև գիտենք, որ կան փուլեր, որոնց ժամանակ այնուամենայնիվ օրգանիզմը խոսում է, դրան գումարածել, եթե հաշվի առնենք, որ մեր օրգանիզմը շատ խելացի է եւ միշտ փորձում է մեզ այդ կոնտակտի մեջ լինել, սա հարցի մյուս կողմն է, մենք լսում թե չենք լսում, հա, օրգանիզմի ձայնը, այնուամենայնիվ երբ կարող է մարդը հասկանալ կամ կասկածել, որ գուցե խնդիր կա։ Իրականում լյարդի հիվանդությունների դեպքում, ինչպես ես ասացի, կարող է ընդհանրապես լուռ ընթանալ տարիներով։ Ոչ միայն ճարպային լյարդին է դա վերաբերվում։ Դա վերաբերում է նաև նույն վիրուսային հեպատիտներին, նույնիսկ աուտոիմուն հեպատիտին, որևէ այլ խնդիրների լյարդի հետ կապված։ Եվ դրա պատճառով խորհուրդ է տրվում գոնե տարեկան 1 անգամ անցնել հետազոտությունների մինիմալ ինչ-որ փաթեթ, հատկապես այն մարդկանց, որոնք որ գտնվում են ռիսկի խմբում։ Այսինքն դա շաքարային դիաբետը, ճարպակալումը, այդ խոլեստերինի բարձր քանակով պացիենտները, բարձր ճնշման պացիենտները, նրանց գոնե խորհուրդ է տրվում անցնել այդ պրոֆիլակտիկ հետազոտությունները, որովհետև կարող է հայտնաբերվել արդեն այն փուլերում, որտեղից որ հետադարձ, կոպիտ ասած, չկա կամ շատ քիչ հավանական է։ Դուք ձեր խոսքում նաև նշեցիք ֆիզիկական ակտիվության բացակայությունը, հա, սրա ավելացումը որքանով է նպաստառու։ Իրականում այստեղ խոսքը գնում է ոչ թե հենց մարզասրահ այցելելու, ինչ-որ ծանր ֆիզիկական աշխատանք անելու մասին, այլ նույնիսկ կներեք շաբաթական 3 անգամ կես ժամ, մի ժամ քայլելը արդեն կարող է նպաստել դրական փոփոխությունների։ Ընդհանրապես, այսինքն շատ մարդիկ ուղղակի չեն սկսում, որովհետև մտածում են, որ պետք է գնան մարզասրահ, ժամանակ չունեն մարզասրահ գնալու, ամեն օր պետք է գնան եւ այլն։ Խուսափում են, որտեվ ինչ-որ ծանր աշխատանքի հետ են դա ասոցացնում, բայց իրականում մինիմալ ավելացումը նույնիսկ կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ։ Դրա համար, այսինքն խորհուրդ է տրվում ավելացնել թեթև ատլետիկ կամ ցանկացած ձևի, եթե մարդ իր նախընտրությունների համապատասխան, դա կարող է լինել լողը, պարը, չգիտեմ, կապ չունի։ Գոնե քայլելը։ Գոնե քայլելը, ինչ որ նախընտրում են, դա էլ կարող ենք դիտարկել։ Մենք նաև մարդը, հա, իր բնույթով, այսպես ասած, ծույլ է եւ աշխատում է գտնել այնպիսի տարբերակներ, որոնք ամենահեշտն են, հա, իսկ ամենահեշտը այսօր մարքեթինգի զոհ դառնալն է, մասնավորապես, երբ կարող ենք տեսնել տարատեսակ գովազդներ, որտեղ մեզ առաջարկում են հաբեր, մզվածքներ, որոշակի հավելումներ, որոնք մեր լյարդը մաքրելու են, զտելու են, նորացնելու են, երիտասարդացնելու են։ Այս նույն համատեքստում նաև շատ հաճախ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար տարատեսակ հավելումներ են օգտագործում, դեղեր, ներարկումներ եւ այլն, որոնք եւս պիտի տանը նստած առանց շարժվելու մեզ բերեն ցանկալի արդյունքին։ Այս երկու խմբերի մասին եմ ուզում խոսենք։ Կան արդյոք տարբերակներ, որոնք մաքրում են լյարդը, դեղեր, եւ որքանով է վտանգավոր դեղերով, այսպես ասած, նիհարելը։ Հիմա խոսենք այդ ինչ ձեր հարցը երկու շատ տարբեր բաղադրիչներ ներառում։ Ինչ վերաբերում է լյարդը պաշտպանող դեղեր, հեպատոպրոտեկտորներ, լյարդը ճարպից մաքրող, ալկոհոլից մաքրող եւ այլն դեղեր, չկա որևէ դեղամիջոց, որևէ միջոց, թեյ եւ այլն, որը որ լյարդը կարող է մաքրել, եթե սովորությունները, կենսակերպի փոփոխությունները տեղի չեն ունենում։ Այսինքն հաճախ հեպատոպրոտեկտոր այդ արտահայտությունը, այսինքն լյարդը պաշտպանող դեղ ապացուցված բժշկության մեջ ոչ մի դեղ նման ազդեցություն չի ունենում ու նույնիսկ հակառակը, այսինքն ինչ որ բուսական թեյեր լյարդը մաքրելու կարող են հակառակը լյարդը վնասել ու բերել արդեն տոքսիկ վնասումների լյարդում, այսինքն խուսափել է անհրաժեշտ նման տեսակի ոչ ապացուցողական գիտականորեն չհիմնավորված դեղերի օգտագործումից։
Ինչ վերաբերվում է քաշը նվազեցնող դեղերի։ Քաշը նվազեցնող դեղերը ունեն իրենց ցուցումները։ Այսինքն կա նման արտահայտություն, նման ձև հաշվարկելու ավելորդ քաշի քանակը, դա մարմնի զանգվածի ինդեքսն է։ Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվի առնելով հասակը եւ քաշը հաշվարկվում է եւ եթե այն գերազանցում է որոշակի ցուցանիշները, այդ պացիենտներին ոչ միայն ներարկումներով, այսինքն օրինակ սեմագլուտիդ, այդ հայտնի Օզեմպիկ ասվածն է, խորհուրդ տրվում կամ դրա շարքի այլ դեղորայք կամ գուցե նույնիսկ վիրաբուժական բարիատրիկ, այսինքն քաշը նվազեցնող միջամտություններ, այլ նաև ցուցված է այս պացիենտներին դա։ Այսինքն եթե չի հաջողվում նրանց ազատվել իրենց ավելորդ քաշից կենսակերպի փոփոխություններով կամ նույնիսկ ինչ որոշակի քաշից ազատվել են, բայց դրանից ավել դժվարություն է առաջանում, այս պացիենտները այո, ըստ ցուցումների պետք է գնան նման միջամտությունների, բայց պետք է ասեմ, որ դա ոչ թե լյարդի ճարպակալման բուժում կլինի, այլ կլինի ճարպակալման, հենց օրգանիզմի, այսինքն ճարպակալման բուժում։ Միանշանակ դեղեր պետք է ստանան նաև պացիենտները, ովքեր շաքարային դիաբետ ունեն։ Այսինքն այստեղ մենք խոսում ենք ռիսկերը կառավարելու մասին։ Մաքուր լյարդի ճարպակալման բուժման դեղեր, այդպես ասած, չկան։ Այսինքն կա մի դեղ, որը վերջերս հաստատվել է էլի ամերիկյան եւ եվրոպական կազմակերպությունների կողմից, ռեսմետիրում է դրա անունը, սակայն այդ դեղը նախ Հայաստանում հասանելի չի, երկրորդ կիրառվում է շատ ընտրված պացիենտների մոտ, այսինքն որոնք ունեն արդեն լյարդում արտահայտված սպիական հյուսվածք, բայց դեռ չունեն լյարդի այդ խորը ցիրոզիկ փոփոխություններ, մնացած պացիենտների լյարդի ճարպակալումը բուժելու համար միայն անհրաժեշտ են կենսակերպի փոփոխությունները։ Դեղորայքով հասնել քաշի նվազեցմանը եւ կենսակերպի փոփոխություններին եւս նպաստում է լյարդում սպիական հյուսվածքի եւ լյարդի ճարպակալման նվազմանը։ Լավ, այսինքն այս դեպքում գնում ենք ըստ ռիսկի գործոնների հետ կապված ցուցումների եւ ոչ թե ըստ լյարդի ճարպակալման։ Այսինքն պատճառն ենք բուժում, որպեսզի հետևանքը անցնի, այսպես ասենք։ Եվ այս հաղորդման ամենակարևոր ինձ համար հարցը, թերևս բոլոր հաղորդումների ամենակարևոր հարցը։ Բուժում ունենք թե ոչ, տարբերակ կա այս մարդկանց իսպառ ազատելու լյարդի ճարպակալումից։ Իհարկե դուք նշեցիք կենսակերպը, բայց արդյոք այդ կենսակերպի փոփոխությունը կարող է մարդուն իսպառ ազատել լյարդ, թե այնինչ եղել է կա, մենք պարզապես բարդություններից ենք խուսափում։ Սա կախված է նրանից, թե որ փուլում է խնդիրը հայտնաբերվում։ Եթե խնդիրը հայտնաբերվել է այդ սկզբնական, երբ որ միայն ճարպակալում կա, այդ փուլում այո դարձելի է, այսինքն հնարավոր է կենսակերպի փոփոխություններով, ֆիզիկական ակտիվությամբ նվազեցնել լյարդում ճարպը եւ նույնիսկ հասնել դրա անհետացմանը լյարդում։ Սակայն եթե դիմում են արդեն այն փուլում, երբ որ կա սպիական հյուսվածքի կուտակում կամ ցիրոզ, այդ դեպքում արդեն կամ շատ ավելի դժվար է հետ դարձը կամ նույնիսկ նորմալ լյարդի հետ դարձը անհնար։ Այսինքն այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ են սկսում ներմուծել այդ կենսակերպի փոփոխությունները կամ այդ ռիսկի գործոնների կառավարումը։ Ամեն դեպքում լուծում կա։ Միանշանակ այո։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, իհարկե թեման բավականին ընդգրկուն եւ ընդարձակ է, այս մասին կարելի է շատ երկար խոսել եւ ինձ մոտ էլ դեռ մնացին շատ հարցեր, որոնց պատասխանները կուզեի ստանալ, բայց եթերային ժամանակը, ինչպես ասում են, սահմանափակ է։ Այնպես որ այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սերի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ, Երևանի պետական բժշկական համալսարանի գաստրոենտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանն էր։ Շնորհակալություն նաեւ Արփինկա Բյութիին այսօրվա սպասարկման համար, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցտեսություն։